Ողջույն սիրելի հետևորդ, այսօր մեր 4-րդ դասն է սկսնակ անչափահասների համար, գտնվում ենք 8-րդ էջում, նախքան դասը անցնելը հիշեցնեմ, որ մենք նախավարժանքներ ունենք, սկսնակների, փոքրիկների համար, որոնք 4-ից 6 տարեկան երեխաների համար է տրված, կարող եք արդեն օրը, մի քառորդ ժամ 15 րոպե տրամադրել երեխաներին այս գույներին, ծանոթացնելու, այս մատների համարներին, թվերին ծանոթացնելու համար։ Եվ նաև այս լատինաամերիկյան տառերին ծանոթացնելու համար եւ այլընտրանքային անվանումներին՝ դո, ռե, մի, ֆա, սոլ, լա, սի, ով տի, Իսկ այստեղ արդեն C, D, E, F, G, A, B ամեն դասին մի փոքր ինչ կանդրադառնանք, որպեսզի ավելի ամրապնդվի։ Ինչպես տեսնում եք, վերևում են արդեն նշված են, C, D, E, որտեղ է գտնվում օրինակ այդ C-ն, որ արդեն գտնվում է այս երկու խմբի առաջին ստեղն է համարվում։ Իսկ այս D-ն երկու խմբի մեջտեղում է։ Իսկ արդեն երրորդը, այս E-ն, մին երկու խմբերի վերջին երրորդ ստեղնի վրա։ Այսպես արդեն պետք է ամեն դասին երեխայի հետ խոսել սրա մասին, որպեսզի ինքը սեղմի այս ստեղները։ Քանի որ մենք երաժշտության հետ գործ ունենք, ուզում եմ, որ ամեն դասին, օրինակ մեջբերումներ անել, մի փոքր հուշում անել, թե ինչպես կարող ենք այս տառերից բառեր թվել, որպեսզի երեխան ավելի կարողանա ծանոթանա երաժշտական գործիքների հետ, համ էլ կիմանա ավելի հեշտ կմտաբերի այս տառերը։ Օրինակ այս C-ն, որ բառի հետ կարող ենք ասոցացնել, դա կլինի երաժշտական գործիք symbol, որն են դրանք։ Դրանք արդեն symbols կլանք, այդ wrinkle-ն, այդ զրնգոցով, գիտեք երևի ծնծղաները, ափսեները, այսինքն գալիս են ու փախվում են իրար հետ ու մեծ զրնգոց, մեծ այսպես սուր հնչողություն։ Սա օգտագործվում է կամերային մեծ նվագախմբերում, օրկեստրա, սիմֆոնիկ, եթե երեխաների հետ հաճախել եք, անպայման ցույց տվեք այդ սիմվոլների մասին, պատմեք, որ իրենք իմանան։ Այստեղ արդեն մեկ երաժշտական գործիք ունենք, որը որ շատ համաշխարհային, օրինակ ճանաչում ունի, կարող եք այսպես հիշել այս տառը։ Երկրորդը արդեն մենք խոսել էինք drums-ի մասին, այդ հարվածային երկրորդ գործիքի մասին, կարող եք նաև ասել the whole, ինչու՞ չէ, որպեսզի ավելի երեխան իմանա այդ հարվածային գործիքների մասին։ Իսկ այստեղ ինչ կարող ենք, օրինակ այս E-ով, ես օրինակ տեղյակ եմ մի գործիքի, որը աֆրիկյան ծագում ունի, եւ դա օրինակ այդ Ուգանդայի, ինքը անվանվում է օրինակ Imberey, դա ամերիկյան, այսինքն անգլերենով ասում է xylophone, Քսիլոֆոնները դե մենք արդեն գիտենք մեր մանկության տարիներից, մենք շատ ենք սրանց վրա նվագել, գրեթե բոլոր ծնողները սա գնել են իրենց երեխաների համար եւ մենք նվագել ենք սրա վրա, էլի զրնգոցով, էլի լավ հնչողությամբ, ինչ որ հնչյուններին մոտ, հնչյուններ ենք լսում, երբ որ նրա վրա խփում ենք, հարվածային գործիք է համարվում եւ սա իհարկե բոլոր մանկապարտեզներում կար այս գործիքը երաժշտական եւ սա տեսնում ենք արդեն աֆրիկյան այդ ժողովուրդը, ինքն է ստեղծել, մեծ է եղել բավականին, փայտից պատրաստում էին, բայց քանի որ արդեն ավելի մոդեռն, այս ժամանակներում մարդիկ ավելի կատարելագործվեցին, ավելի մտահղացումներ եկան եւ սա քիչ-քիչ փոքրացավ, դարձավ փոքր գործիք եւ ամեն ոճի ժանրերում, ամեն երկրներում իրենք իրենց ձևով ստեղծել են, մոտիվացրել են ավելի ու դարձրել են այսպիսի մի փոքր գործիք եւ երեխաները ավելի շատ սիրում են, նվագում են։ Եթե չունեն ձեր երեխաներ, կարող եք սրանից արդեն դուք անպայման գնել։ Շատ հետաքրքիր է, սա եղել է մեր առաջին գործիքը, այսպես ասած, դաշնամուրային, հարվածային գործիքը, եւ հիշեք, Imberey, ասվում է քսիլոֆոնների հետ է։
հայտնեն գործ։ Սա արդեն մի փոքր հուշում էր, որպեսզի ձեր երեխաները ավելի արագ մտաբերեն այս տառերը։ Հա, ինչու՞ չէ, նաև դուք կարող եք արդեն ինքներդ մտածել այս վերևի դո, ռե, մի, հա, այս օրինակ այլընտրանքային անվանումներ էլ բառեր, ինչ որ բառեր հիշել եւ ասել ձեր երեխաներին։ Սա այս մի փոքր հուշում էր տառերի մասով, ինչ ենք անցնելու այսօր։ Այսօր անցնելու ենք տևողության նոտա, հա, հնչյունների մասին։ Տեսեք, այստեղ արդեն դրված է. Music is made up of short tones and long tones. We write these tones in notes and we measure their lengths by counting. Ասում է, որ երաժշտությունը բաղկացած է կարճ եւ երկար տոներից, հնչյուններից։ Այս դեպքում այստեղ սա կարճն է իհարկե։ Եվ այն մենք գրում ենք այս նոտաների, այս նախշերի միջոցով։ Եվ նրանք չափում ենք, իրենց երկարությունը չափում ենք հաշվելով։ Հիմա սա անվանվում է նաև crotchet or quarter note, հա, a short note, այսինքն կարճ, կվարտ նոտա է համարվում սա։ Սա համարվում է 1/4 նոտա։ Count, հաշիվը 1, 1 ein, մեկ զարկ, հա, մեկ վարկյան, օրինակ ինքը տևողություն ունի։ Ամեն այսինքն մի նոտան, երբ որ տեսնում եք, ինքը մեկ անգամ հարվածում ենք, հա։ Եվ սա արդեն դուք կարող եք երեխային, օրինակ, վերցրեք այսպիսի ինչ-որ մի բան, այսպիսի ինչ-որ մի բան, դուք կարող եք ինքներդ ձեռք բերել սա whiteboard է եւ ուշադիր եղեք, այսպիսի ասենք ֆլոմաստեր, սա ասենք այդ մարկերինգներն են, շատ ուշադիր եղեք, որովհետեւ այս մարկերինգների օրինակ տեսակներ կան, հա։ Հիմա տեսեք, սա է whiteboard-ի համար է, գրված է վրան, հա։ Ինքը whiteboard-ի համար է։ Ահա, տեսեք։ Հա, որ հանկարծ չշփոթեք, օրինակ չօգտագործեք նման տիպի, հա, որտեվ սա, տեսեք, գրածա վրան, օրինակ permanent, եթե սրանով գրեք, էլ չի ջնջվի, կփչացնեք արդեն այս բորդը, ուշադիր եղեք, որ գրված չլինի permanent, այլ գրված լինի, տեսեք, սա, whiteboard-ի համար, okay? Սա էլ դուշացնեմ, որպեսզի դուք կարող եք շատ հարմար է, էլի, որ թղթերի վրա չգրեք երեխաների համար։ Տեսեք, օրինակ արդեն դուք քառորդ նոտա ձեր երեխային այսպես։ Ասեք, թող ներկի մեջ անպայման սևով։ Եվ աջ կողմից, տեսեք, այսպես գծիկ անի։ Սա համարվում է մեր քառորդ նոտան, թող սովորի։ Հետո կարող է նաև այսպես վերևում, ու արդեն ձախ կողմից ներքև։ Այսպիսի վարժանքներ կարող է արդեն պետք չի հնգագծեր, դա դեռ շուտ է երեխաների համար, կարող են այսինքն ինքները վարժեցնել, հա, թղթի վրա թեկուզ մատիտով, այսպես ինքը կարող է իր ձևով, ինչքան որ կարող է, հա, երեխան այսպիսի վարժանքներ անի։ Տեսեք, եթե ուզում եք արդեն ջնջել, այսպես հեշտ ջնջվում է, խնդրեմ։ Ինքը բարձիկ ունի, ջնջոց ունի։ Այսպես, սա էլ ինչ-որ մի հուշում անցնենք առաջ, դրեցի մատիտը, տեսեք, հետո արդեն ինչ է ասում այստեղ արդեն ասում է, մի քիչ հեռացնեմ, որ տեսնենք, when we clap or tap once for each note, we call it clapping or tapping the rhythm. Հա, սա արդեն մեր ռիթմն է, այստեղ, այսինքն բացատրեմ ինչ է ռիթմ։ Ունեմ clap or tap the following rhythm counting aloud։ Այսինքն հիմա ասում է, եթե մենք ծափ ենք տալի, հա, ծափ տալ, կամ թափը սա է, հա, երբ որ անում ենք ամեն մի նոտան, հա, այդ ժամանակ մենք այն անվանում ենք ռիթմ։ Եվ որ այսինքն ասում է հիմա դու հետևիր այս ռիթմին հաշվելով նրանք։ Ինչ ասում, այստեղ ասում է bar lines divide the music into equal bars։ Այս bar line-ները, տեսեք, սա bar line է համարվում, այսինքն չափի գիծ։ Ձեր երեխային նաև կարող եք այսպես, հա, սրա վրա նորից այս չափի գծերը, որ երեխաները կարողանան այսպես ուղղահայաց գծեր տանել, հա, այսպես,
կապ չունի ոնց, թող կարողանան այսպես գծեր անել, ու այստեղ մեջտեղում օրինակ այսպես քառորդ նոտաներ, հա, նկարել։ Տեսեք, շատ կարևոր է։ Եվ ասեք այսպես չափի գծերը, որ ինչ են անում, օրինակ բաժանում են, հա, բաժանում են հավասար մասերի։ Կարող եք այսպես արդեն երեխային ուղղահայաց գծեր սովորեցնել եւ նաեւ հորիզոնական, ինչի՞ չէ։ Այստեղ ինչ է ասում։ Տեսեք, սա արդեն ինչն է, մեր չափի, հա, չափն է, բառն է, measure, հա, այս չափն է։ Սրանք արդեն այդ գծերը ինչ է արվել, բաժանել է հավասար մասերի։ Տեսեք, 1 զարկ, 1, 1, 1։ Այսինքն միասին 4 զարկ է, հա, հարված է համարվում սա։ 1, 2, 3, 4։ 1, 2, 3, 4։ 1, 2, 3, 4, раз, два, три, четыре։ Տեսակ, раз, два, три, четыре, 1, 2, 3, 4։ Այսինքն, ուզում ասի, այստեղ 4 հատ հարված էր, այստեղ էլ 4 հատ հարված։ Այսինքն, այս նախշերը, սրանք տևողություն են 1/4-ի։ Տեսնում եք, սա սևով ներկված 1/4, 1 վայրկյան, հա, տևողությամբ։ Այսինքն, 4 հատ 1 վայրկյան, 4 վայրկյան։ 1, 2, 3, 4 կամ ծափ 1, 2, 3, 4։ Սա սրան էր վերաբերվում։ Այստեղ արդեն ինչ է ասվում, ասում է right and left, այսինքն աջ և ձախ, play and say the finger numbers, այսինքն ասում է այստեղ եթե նվագում ես, ասա համարները, հա, ուրեմն մատների համարները, և այստեղ նվագում ես play and sing the words, այսինքն երկրորդ անգամ արդեն, որ դու նվագես սրանք, պետք է արդեն երգես այս բառերը, right fingers, այստեղ արդեն ասում է right hand fingers, աջ ձեռքի համարները, ինչ է ասում այստեղ stems up, այսքան այս stems-ը գիտեք որն է, այս գծիկն է, այս ստոկը, նոտը ստանել է, ոնց որ ինքը ստրոկնա, ինքը այստեղ արդեն սևով, հա, տեսնում եք, երեխային բացատրեք այդ գծիկները, ինչի համար են, եթե վերև են, ուրեմն դու արդեն պետք է աջ ձեռքով նվագես, աջ ձեռքով նվագում ենք, 4 հատ նվագեցինք, նորից ենք ծափ ենք տալիս 4 անգամ, հեսա կանեմ կտեսնեք, ու այստեղ ինչ է ասում, արդեն այս դիրքը position of hands, տես տրված է, որտեղ մենք պետք է սրանք նվագենք, տեսեք, այստեղ էլ արդեն կենտրոնը, որ տեսնում եք, երորդը, այսինքն այս 3 խմբերը բաց ենք թողում, առաջի 3 խումբը, և այստեղ տեսնում ենք 2-3, այս խումբը, 2 խմբերից արդեն 2-3, հա, այստեղ արդեն աջ ձեռքով 2-3, պետք է այստեղ արդեն հարված ենք, նվագենք, այստեղ օրինակ հիմա տրված է, չափի, հա, գծերը և ինչ է արված, այսինքն այս նախշերը, այս քառորդ նոտաները հավասար մասերի է բաժանված, այսինքն այստեղ 4 հատ է, տեսեք, 4 հատ էլ այստեղ, 4, 4, և քանի որ նշեցի, որ գծիկները, եթե վերևում են, դա աջ ձեռքի համար են, հա, այսինքն մենք պետք է հիմա այստեղ նվագենք, այսինքն կենտրոնից վերև, 2-3, 2-3, հա, ոնց որ ասված հիմա այսպես ասվում, 1, բայց ասում են նշեք արդեն համարները, 2, 3, 2, 3, 2, 3, 2, 3, տեսակ, հետո արդեն, եթե ասում է արդեն համարները ասեցիք, պետք է նաև այս անունները, հա, right hand playing, hear the high notes, այսինքն սա էլ ասում է աջ ձեռքն է նվագում, հա, աջ ձեռքն է նվագում և ասում է հնչում է բարձր հնչողություն, լսում ես բարձր հնչողություն, կարող եք դա էլ ասեք, օրինակ right hand playing, hear the high notes, հա, okay, հիմա արդեն անցնում ենք այս ներքևին, ինչպես տեսնում ենք այս պոճիկները արդեն իր ներքևում են գտնվում, հա, այսինքն դա նշանակում է, որ մենք պետք է ձախ ձեռքով, սա ձախ ձեռքի համար է այս ներքևի, ուրեմն գծիկները, հեսա տալիս է stems down,
Հիմա նորից պետք է նվագենք 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, կարող եք սկզբից տալ երեխան օրինակ ծափ տա, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, կամ տպտպացնի, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, և անցանք արդեն համարներին, գնում ենք կենտրոնից դեպի ձախ, ու նվագում ենք, արդեն իջնում է 2, 3, տես, 2, 3, 2, 3, 2, 3, 2, 3, տեսակ, հետո ասում է left hand playing, hear the low notes, այսինքն հիմա ասում է ձախ ձեռքն է նվագում, լսում ենք ցածր ձայն, ցածր հնչյուն, հիմա սա է ասում, այս էլ այսպես պետք է նվագենք, հետո իհարկե ստեղների վրա ձեզ ցույց կտամ, որտեղ ենք նվագում, սա արդեն մեր չափներ, ուրեմն 1/4-ի համար, հիմա արդեն կանցնենք հաջորդ էջին, նախքան հաջորդ էջին անցնելը, ուզում եմ ձեզ ցույց տամ, այսպես ձախ կողմում տեսեք, պատկերված օրինակ պիցցան, կամ տորթը, ոնց է հավասար մասերի բաժանված, տեսնում եք, սա քառորդ նոտաներն են, երբ որ ժամանցի սլաքի կողմով եկեք այսպես տտտվենք, տեսեք, սա քառորդն է, երեխային ցույց տվեք, օրինակ, որ բաժանել ենք, 4 մասի, մեկ ամբողջ օրինակ պիցցան, տորթը բաժանում ենք, ինչ ենք ստանում, սա մեր քառորդ մասն է, որ հանում ենք, այսպես արդեն երեխան կարող է իմանալ, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, սա արդեն քառորդն է, և 2 քառորդը արդեն դա կեսն է, որ հիմա արդեն կանցնենք սովորենք, ուշադիր եղեք, արդեն գտնվում ենք ուրեմն 9-րդ էջում, այստեղ տեսնում եք արդեն այս ուղղանկյան մեջ, կապույտ տեսնում եք վանդակի մեջ, տրված է արդեն մեր կես նոտան, որը համարվում է 2 քառորդ, նույնն է, 2 քառորդը դա նույն կես նոտան է, այսինքն պալավինն է, ուշադիր եղեք, սա կոչվում է նաև minim or half note, a long note, այսինքն հիմա այստեղ սա համարվում է երկար տևողություն, սա երկրորդ տևողության նոտան ենք սովորում, հաշիվնել 1, 2, 1, 2, 1, 2, раз, 2, հասկացանք չէ, որ սա արդեն համարվում է մեր ուրեմն half note, այսինքն կես նոտա, երկրորդ քառորդն է, 2 վայրկյան տևողությամբ, մեկ անգամ պետք է իրան հարվածենք, 2 անգամ հաշվենք, այսինքն 1, 2, ինչպես էստեղ է տրված, հիմա տեսեք, ասում է clap or tap the following rhythm, այսինքն այս ռիթմը հիմա մենք կամ ծափ տիտանք կամ tap, այսպես տկտկացնենք, clap once for each note, ասում մի անգամից, այսինքն ամեն նոտային, որ զեղմում ես, խփում ես, counting aloud as you clap, ասում է պետք է հաշվել բարձրաձայն, երբ որ դու արդեն նրան ծափ ես տալի, 1, 2, 3, 4, տես 1, 2, 1, 2, 1, 2, 1, 2, տակտիկը ծերը, ուշադիր, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, տեսեք ինքը ռիթմը, այսինքն կանոնավոր գնում է, պետք չի ասել օրինակ 1, 2, 3, 4 շատ սպասել դրան, հետո 1, 2, 3, 4, այսինքն մենք կանոնավոր 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4 և այսպես շարունակ, այսինքն ինչ եղավ էստեղ, օրինակ 1 կես նոտայի մեջ 2 հատ քառորդ նոտա մտավ, երեխային պետք է արդեն բացատրել, որ այս 2 քառորդ նոտան դա համարժեք է կես, այսինքն այս կես նոտային, դրա համար, եթե այստեղ օրինակ 1 վայրկյան էր, 1 վայրկյան, 1 վայրկյան, դա իրար հետ 2 վայրկյան, կես 2 քառորդ նոտա է, այսինքն 1, 2, 1, 2, անցենք առաջ, left, right, ձախ և աջ, clap or tap the rhythm, counting aloud, placing the finger numbers, placing the words, այսինքն նույնությամբ, ոնց որ նախորդ էջում էր ասում, այսպես է, պետք է ծափ տանք կամ տկտկացնենք այս ռիթմը բարձր հաշվելով, հիմա եկեք օրինակ հաշվենք, տեսեք ասում է 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, նույնն էլ ծափ տալով, 1,
2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ինչպես տեսանք, սա համարվում էր արդեն երկար նոտա, կարճ, կարճ, երկար, կարճ, կարճ, երկար, այդպես պետք է արդեն բացատրեք երեխաներին, այստեղ արդեն տալիս է պոչիկը ներքև, ինչ է նշանակում, իհարկե ձախ ձեռքով, այսինքն կենտրոնը, տեսնում ենք մեր կենտրոնը, և առաջին, հա, այստեղ տված է left hand, առաջին երրորդ խումբը արդեն վերցնում ենք, 2, 3, 4, հա, ու այսպես արդեն նվագում ենք, ասելով համարները մատների, օրինակ 2, 3, 4, 4, 3, 2, տեսակ, սա էր, իսկ հետո ասում է արդեն գնում ենք դեպի աջ ձեռք, որովհետև գծիկները վերև են ու տված է right hand fingers, հա, աջ ձեռքի համարների համար, հիմա աջ ձեռքով արդեն կենտրոնից գնում ենք առաջին երրորդ խմբի վրա, տեղադրում ենք մատերը 2, 3, 4, 2, 3, 4, այսինքն, ասում է 2, 3, 4, 4, 3, 2, ու նույնությամբ արդեն պետք է իհարկե այստեղ արդեն բառերը, տեսեք, բառերն էլ ասում է, left hand plays, sing along, հա, այսինքն այստեղ էլ արդեն գրում է right hand plays, end of song, այսինքն թարգման եմ, ասում է ձախ ձեռքն է նվագում, ասում է երկիր երկար, իսկ ասում է աջ ձեռքն է նվագում, վերջացրու երաժշտությունը, ինչ արեց, վերջացրեց, այսինքն այս երկուսը, հա, double այս լայնը, որ տալիս է, արդեն սա նշանակում է ստեղծագործության ավարտը, սա համարում ենք մեր փոքր ստեղծագործության ավարտը և երկու գծիկ ենք տեղադրում, double բառն է կոչվում սա, սրա մասն էր խոսքը, հիմա այստեղ տեսանք արդեն մենք մեր պիցայի տեսնում եք, կտորները, ինչ է արված, սրբացեմ, սա արդեն տեսանք մենք, որ մի հատ ամրացնեմ, որպեսզի ինքը ամուր մնա, չընկնի, այսպես, տեսանք, սա ասենք թե համարվում է մեր ամբողջ, տեսեք, կտորը, հա, տորտ կլինի, թե պիցա կլինի, ինչ կլինի, դա մենք ինչ ենք անում, սկզբնական արդեն ամբողջ էր, հետո արդեն մենք իրան հավասար 4 մասի բաժանեցինք և երեխային միշտ զգուշացրեք, երբ որ դու օրինակ այս առաջին մասը հանում ես, ինքը արդեն համարվում է 1/4, այդ սև, հա, օրինակ մեջը սև ներկված նոտան է, 1/4, այսինքն 1 վայրկյանը հանեցինք, իսկ եթե հանում ես մի հատ ևս մեկը, հա, 1/4-ը, արդեն ինչ է լինում, ինքը արդեն այստեղ եղավ արդեն կեսը, այստեղ, այսպես ամրացնեմ, ներողություն, տեսեք, ինչ արեցինք, երկու հատ, քառորդ նոտա հանեցինք, եղավ կես, ու մենք հենց նոր նվագում էինք, հա, երկու հատ, ասենք թե կվարդ նոտա, այսինքն quarter, quarter and half, այսինքն քառորդ, քառորդ, կես, սա երկար է, երկար նոտան է, քառորդ, քառորդ, կես, տեսեք, քառորդ, քառորդ, կես, քառորդ, քառորդ, կես, այսինքն այս պիցայի ինչ եղավ, կեսը եղավ, երբ որ այն կիսեցինք, և այս կես նոտայի մեջ մտնում է այս երկու քառորդ նոտան, այսպես կարող արդեն երեխայի հետ վարժանքներ անցկացնել, ամեն օր մի փոքր բացատրել, ինչ է նշանակում, կեսը տորթի, հա, կեսը, պիցայի կեսը որն է, իսկ պիցայի քառորդը որն է, օրինակ սա, որ դնում ենք, տեղադրում ենք, արդեն տեսնում ենք, որ 1/4-ը, երեխան տեսնի, որ այստեղից արդեն բաժին է հանվել, հա, տրվել է ինչ-որ մեկին,
կամ դու ես կերել, ինքդ կերել ես։ Հետի դա 1/4-ն է հայժան։ Եթե արդեն ուզում ես ինչ-որ մի մասն էլ տաս, ասենք, ուրիշին կամ երկրորդ մասը ուտես, արդեն այստեղ մնում է պիցցայի կեսը։ Հա, որն է օրինակ 1, 1, 1, 1, հա, 1, 1, 1, 1, 1, 1, 1, 1, այսինքն այստեղ լինում է օրինակ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4։ Այսպես ռիթմ ենք արդեն ստեղծում։ Սա էլ ասենք այսօրվա դասի համար էր, ինչ սովորեցինք։ Սովորեցինք 2 տարբեր տևողության նոտաներ, նախշեր։ Նաև երեխային կարող եք կես նոտաները սովորեցնեք, արդեն քիչ-քիչ վարժեցնել, ոնց է գրվում օրինակ կես նոտան։ Սա համարվում է մեր կես նոտան։ Տեսեք, դատարկ, հա, ու գծիկով։ Սա համարժեք է օրինակ 2 հատ, տեսեք, կվարտ նոտայի, այսինքն 1/4, սա համարվում է 1/4-ը, 1/4-ը, իսկ սա համարվում է մեր 2/4-ը, 2/4-ը դա նույն կեսն է, հա, կեսն է համարվում, պիցցայի կեսը տեսանք, սա, այսպես երեխային սովորեցրեք, թող գրառումներ անեն, կամ այսպես, ձախ կողմից, այո, և իհարկե նաև չափի գծերը, ուղղահայաց, թող սովորեն։ Հիմա ցույց տամ ստեղների վրա արդեն ոնց ենք նվագելու, ուրեմն 8-րդ էջում ասվում էր, չէ, որ այս կենտրոնը գտնում ենք ու պետք է բաց թողնենք այս առաջին երրորդ խումբը և այստեղից սկսենք, երկրորդ և երրորդ մատերով, չէ, գնացինք։ Տեսակ, կամ ասում եք 2, 3, 2, 3, 2, 3, 2, 3, սրանք արդեն քառորդ նոտաներն էին, հա, 1 վայրկյան տևողությամբ, օրինակ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, սա էր, և արդեն տվեց, որ ձախ ձեռքով կենտրոնը բաց ենք թողում, ուրեմն գնացինք երրորդ խումբը բաց թողեցինք այստեղից, արդեն երկրորդ և երրորդ մատներով, 2, 3, 2, 3, 2, 3, այսպես վարժացնում ենք մատները, կարող են նաև առանձին, 2, 3, 2, 3, կամ ասում ենք 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, կամ էլ երգում ենք, հա, left hand playing, hear the low notes, սա է, իսկ արդեն անցնում ենք հաջորդ էջին, արդեն կենտրոնից գնում ենք հաջորդ երրորդ, այս երրորդ խմբին, քանի որ արդեն տալիս է, որ սկզբից պետք է ձախ ձեռքով, արդեն 2, 3, 4 պատրաստում ենք այստեղ, ինչպես տրված է, գնում ենք 2, 3, 4, 4, 3, 2, հետո աջ ձեռքը կենտրոնից, այստեղ դեպի վերև, 2, 3, 4, 4, 3, 2, այսքան ինչ եղավ, այստեղ ուրեմն քառորդ կես նոտա, քառորդ կես նոտա, քառորդ կես նոտա, քառորդ կես նոտա, այսինքն եղավ կարճ, կարճ, երկար, կարճ, կարճ, երկար, կարճ, կարճ, երկար, կարճ, կարճ, երկար, հասկացաք, սա այսինքն կես նոտան հնչեց երկար, իսկ քառորդ նոտաները, հա, այդ սև մեջը լիքը նոտաները կարճ նոտաներ էին համարվում։ Եղավ, այսքանը այսօրվա դասի համար էր, խնդրում եմ մնացեք ինձ հետ և անպայման բաժանորդագրվեք և տարածեք և երբ որ լայքերը տեսնում եմ, ես ավելի ոգևորվում եմ և արագ կտեղադրեմ այս վիդեոները։ Այսքանը և հաջորդ դասին արդեն կանցնենք 10-րդ էջին։